Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հաջորդ կետը վերաբերվում է բարձրագույն եւ հետբուհական կրթությանը եւ այս ոլորտներում մեր անելիքները հետեւյալն են. ակադեմիական քաղաքի ստեղծման առաջին փուլի իրագործումը եւ առաջին փուլում ակադեմիական քաղաքում կստեղծվի տեխնոլոգիական կլաստերը լիարժեք գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով ներառյալ 3600 ուսանողի համար նախատեսված կացարանային ենթակառուցվածքները։ Դուք գիտեք, որ շատ ուսանողներ մարզերից եկած մեծ դժվարություններ են ունենում Երևանում բնակարաններ վարձակալելու ճանապարհին, եւ մենք հիմա առաջին փուլում ակադեմիական քաղաքում կստեղծենք տեխնոլոգիական կլաստերը, որը իդեպ ներառում է նաեւ գյուղատնտեսությունը, ներառում է ժամանակակից տեխնոլոգիաները, մենք կունենանք տեխնոլոգիական համալսարանը ակադեմիական քաղաքում եւ նաեւ ուսանողական կացարանները, որտեղ ուսանողները որոշակի պայմաններում կարողանան սենյակներ ունենալ։ 2025 թվականի սեպտեմբերին ընդունված բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի դրույթների իրագործումը իհարկե շատ կարեւոր է եւ առաջիկա շրջանում մենք դրանցով կզբաղվենք ամենայն լրջությամբ։ Հաջորդ կետը դպրոցից բուհ արդյունավետ եւ սահուն անցում ապահովող ընդունելության նոր համակարգի գործարկումը խթանելով կամավորական աշխատանքը, ներդնելով արտաքին գնահատման նոր մեխանիզմներ։ Մենք ուզում ենք այնպես անենք կամ շարունակենք գնալ այն ճանապարհով, որ դպրոցական կրթություն ստանալը պատշաճ արդեն բավարար լինի բուհ ընդունվելու համար եւ լրացուցիչ էլի վերապատրաստումների, պարապմունքների կարիք դպրոցականը չունենա եւ այդ ժամանակ օրինակ օգտագործի կամավորական աշխատանք իրականացնելու համար, որը եւ հանրությանը կբերի օգուտներ ամբողջ աշխարհում ընդունված մեխանիզմ է սա եւ նաեւ մեր դպրոցականներին կօգնի դպրոցական, այսինքն մանկական կյանքից դեպի հասուն կյանք անցնելու այդ ճանապարհը ավելի հեշտ անցնել, որը կամավորական աշխատանքը շատ էականորեն խթանում է այս գործընթացը, որովհետև երեխաները արդեն հայտնվում են իրական վիճակներում, իրական աշխատանքային մոտ պատասխանատվություններ ստանձնելով, որը իհարկե պիտի համապատասխանի երեխայի տարիքի հետ կապված բոլոր պահանջներին եւ հիմնական իմաստը կամավորությունը, կամավոր օգնելը դարձնել կրթության անբաժանելի հատված։ Հաջորդ կետը հանրային բուհերի ֆինանսավորման եւ ուսանողական կրթաթոշակների նոր մեխանիզմների գործարկումը, որի արդյունքում բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս չի մնա կրթությունից։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք որևէ ուսանող, որը առնվազն բավարար առաջադիմություն ունի, ինքը չպետք է նրա համար, որ ուսման վարձը չի կարողանում վճարել, դուրս մնա բուհից։ Մենք պետք է սա բացառենք։ Մենք այսօր էլ ասում ենք, որևէ ուսանող չպետք է դուրս մնա բուհական կրթությունից միայն այն պատճառով, որ ուսման վարձը չի կարողանում վճարել։ Բայց մենք չենք ասում, որևէ ուսանող դուրս չպետք է մնա բուհից, որովհետև եթե բուհը ցավոք այդպեսի դեպքեր են լինում, սովորելը առաջնահերթություն չէ կամ ինչ որ օբյեկտիվ կամ պատճառով տվյալ ուսանողը բուհում սովորելու չափանիշներին չի անպատասխանում, իհարկե դրա համար է նաև որ քոլեջների համակարգը ներդրվում է, որպեսզի նաև նրանք, ովքեր բուհում սովորելու կամ ցանկություն կամ չունեն կամ ինչ որ այլ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում դա անել, կարողանան նաև քոլեջներում սովորել, բայց բավարար առաջադիմություն ունեցող, բավարար եւ բարձր բնականաբար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող չպետք է դուրս մնա բուհից։ Սա է մեր հիմնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք։ Եվ այսօր էլ ոչ ինստիտուցիոնալ ձևերով մաքսիմալ լուծում ենք, բայց հիմա մենք ուզում ենք դա դարձնել ըստ էության օրենքով եւ ինստիտուցիոնալ ձևով գործող համակարգ։
Հաջորդ խնդիրը բարձրագույն կրթության միջազգայնացման խթանումն է, օտարերկրյա ուսանողների թիվը հասցնելով առնվազն 15,000-ի եւ ապահովելով հայաստանյան բուհերի շարունակական առաջխաղացումը միջազգային վարկանիշային համակարգերում։ Մեզ անհրաժեշտ է միջազգային օտարերկրյա ուսանողների թիվը մեր երկրում ավելացնել։ Եվ սա, եթե անկեղծ ասեմ, ոչ թե օտարերկրյա ուսանողների, այլ մեր ուսանողների համար ենք անում, որտեղ եթե օտարերկրյա ուսանողների համար մեր բուհերը գրավիչ են, գալիս են այստեղ սովորելու եւ նաեւ վարկանիշերի աճ են ունենում մեր բուհերը, դա նշանակում է, որ մենք մեր ուսանողներին առաջարկում ենք պատշաճ կրթություն եւ միջազգայնացումը բուհերի շատ կարևոր գործիք է մեր ուսանողներին, հայաստանյան ուսանողներին, որտեղ օտարերկրացիներն էլ որ գան մեզ մոտ ուսանելու, էլի մեր ուսանողներն են դառնալու, եւ դա շատ կարևոր գործիք է համոզվելու համար, որ հայաստանյան բուհերում մենք հայաստանցի ուսանողներին ապահովում ենք պատշաճ եւ մրցունակ բարձրագույն կրթությամբ։ Հաջորդ կետը, որ մենք ներառել ենք կրթությունը ռազմավարությունների ռազմավարություն բաժնում, հետևյալն է. պետություն, պաշտոնյա, քաղաքացի հարաբերությունների շրջապտույտ, այսպես ենք վերնագրել, եւ ես պարզապես կկարդամ այս կետը հատվածը ձեզ համար։ Ինչ է պետությունը, որն է նրա առանձնահատկությունն ու նշանակությունը։ Ինչ է նշանակում լինել պաշտոնյա, պետական կամ համայնքային ծառայող եւ կամ լինել քաղաքացի։ Ինչպիսին են նրանց հարաբերությունները եւ ինչպիսին պետք է լինեն, ինչ առանձնահատկություններ եւ ինչպիսի ռիսկեր ունեն այդ հարաբերությունները։ Սա առանձնահատուկ կրթական թեմա է, որը կենսական նշանակություն ունի պետության զարգացման եւ հարատեվության համար, եւ այս ուղղությունը պետք է ներկա լինի կրթության բոլոր մակարդակներում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքը իրեն։ Պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն եւ սիրելի լինի նրա համար։ Սա է պետական պաշտոնյայի գործունեության խորքային նպատակը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, նրա ձևավորած կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը կքաջալերեն եւ կխթանեն, որ Հայաստանի Հանրապետությունում կրթվելը շարունակի հաստատվել որպես կենսակերպ ու մտածելակերպ։ Մենք կխթանենք բոլոր օղակների կրթական լիցենզավորված եւ երաշխավորված ծրագրերը թե մասնավոր, թե պետական հատվածներում։ Կրթության բոլոր օղակներում կներդրվեն մասնավոր հատվածի ներգրավման նոր մոդելներ, կընդունվեն եւ կիրականացվեն ընթերցանությունը խթանող ծրագրեր, կընդգծվի մշակույթի եւ կրթության կապը որպես փող լրացնող գործոններ։ Հիմա այս հատվածում ընդամենը մի մեկնաբանություն ունեմ, որ իրենք մենք պետք է ընդունենք, որ դարերով պետություն չունենալու բերումով եւ նաեւ պետություն հասկացության զարգացման բերումով մենք պետք է մեր կրթական տեսադաշտից բաց չթողնենք հետեւյալ հարցը. ինչ է պետությունը, ինչի համար է պետությունը, ինչ է պետական պաշտոնյա, ինչ է նշանակում լինել քաղաքացի եւ ինչպիսին են քաղաքացի պետություն հարաբերությունները, քաղաքացի հարաբերությունները եւ ամենակարևորը մենք չպետք է մոռանանք մի բանի մասին, որ պետությունը պետք է սիրելի լինի իր քաղաքացուն եւ սրա համար պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն։ Դա էլ պետք է ճշգրտենք եւ հաջորդիվ դրան էլ անուղղակի անդրադարձ կա, իսկ ինչ է նշանակում պետության դիտանկյունից սիրել քաղաքացուն։ Ինչ է նշանակում քաղաքացու դիտանկյունից սիրել պետությունը։ Եվ ինչպես պետք է գործի պետական պաշտոնյան, որ ապահովի սերը պետության եւ քաղաքացու միջև եւ ինչպես պետք է ապահովել այդ սիրո փոխադարձությունը։ Եվ սա մեր գնահատմամբ կրթական խնդիր է եւ մենք այդ խնդիրը պետք է լուծենք այդ թվում կրթական համակարգով, սկսած
նախադպրոցական կրթությունից եւ ավարտած ցկյանս կրթությամբ, որովհետեւ սա վերաբերվում է նաեւ չափահասներին, մեծահասակներին, բուհերը ավարտածներին, մեզ բոլորիս։ Եվ սա խնդիր է, որի շուրջ մենք պետք է սովորենք եւ սովորենք։